Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Մեկօրյա դասընթաց ՄԱԳ-ի մասին։ Սումգայիթի հայության չարտերը անպատիժ մնացած ոճիրմը, հայկական նախագրտարաններու հարուստ ավանդությունը, վանդալիզմ հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատան մեջ։ Թրամփ հրամայած է աննախադեպ ուշքունությամբ հարված հասցնել Իրանին, եթե իրեն որևէ բան բադահի։ Մանազկերդեն մինչև Կիլիկիա։ Հրանտի արդարության համար պայքարը կյանքիս ամենակարևոր պայքարներեն մեկն է։ Վերահրատարակված է Ադրինե Դադրյանի մայթերուն վրա վեբը։ Թիկետ ու ունո մեկօրյա դասընթացը արիտ կուտան ներսեն ծանոթանալու ՄԱԳ-ի աշխատանքին, հասկանալու թե ինչպես կգումարվին նիստերը, կկայացվին միջազգային որոշումները եւ ինչ թեր ունին պետություններու պատվիրակությունները։ Դասընթացին ընթացքին մասնակիցները պիտի ծանոթանան ՄԱԳ-ի ստեղծման պատմության, նպատակներուն եւ կառուցվածքին, պիտի սորվին գլխավոր ժողովի, անվտանգության խորհրդի եւ մյուս մարմիններու գործունեության մասին։ ՄԱԳ-ի կենտրոնը լայվ ցեվաչափով պիտի բացահայտեն նիստերու գազմագերման ընթացքը, դիվանագիտական միջավայրը եւ ՄԱԳ-ի կուլիսներուն յետև դեղի ունեցող աշխատանքը։ Մասնակիցները պիտի ստանան նոր գիտելիքներ միջազգային հարաբերություններու եւ դիվանագիտության ոլորտին մեջ, ինչպես նաեւ մասնակցության հավաստագիր։ Դեղերը սահմանափակ են։ Կարելի է գրանցվել լրացնելով պաշտոնական գայքին մեջ նշված հայտաթիմումը։ 1988 թվականի փետրվարին խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքին մեջ տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային չարտեր, որոնք խորհրդային տարածքին վրա ցեղային զդումներու առաջին լայնածավալ դրսևորումներն մեկը դարձան։ Անոնք հաջորդեցին Արցախի, Հայաստանին վերամիավորվելու թիմումին եւ վերածվեցան հայրու թեմ գազմագերբված բռնություններու։ Վկայություններն ու ուսումնասիրությունները կփաստեն, որ չարտերը նախապես ծրագրված էին։ 3 օր շարունակ հայերը ենթարկվեցան սպանություններու, խոշտանգումներու, տալանի եւ ունեցվածքի ոչնչացման, մինչդեռ իրավաբահ մարմինները երկար ժամանակ չմիջամտեցին։ Պաշտոնական տվյալներով զոհված է 32 մարդ, սակայն ականատեսներու վկայություններն ու ուսումնասիրությունները կնշեն, որ զոհերու թիվը կգնար հասնել քանմը 100-ի։ Հազարավոր հայեր ստիպված եղան լքելու Սումգայիթը։ Սումգայիթի չարտերուն ամբողջական իրավական գնահատականը չդրվեցավ, իսկ կազմակերպիչներուն մեծ մասը պատասխանատվության չենթարկվեցավ։ Միաժամանակ Եվրոպական խորհրդարանը, Անդրեյ Սախարովը եւ ԱՄՆ-ի սենատը դատապարտեցին դեպքերը, զանոնք բնորոշելով որպես հայրու թեմ բռնություններ։ Պատմաբաններու գնահատմամբ Սումգայիթի անպատժելիությունը նպաստեց հետագա հակահայկական բռնություններուն։ Այսօր ալ անգմնա պատմական արդարության եւ զոհերու հիշադակի պաշտպանության կարևոր հարցը։ Հայկական համայնքին մեջ նախագրտական գրթությունը 19-րդ դարու վերջերեն ի վեր կարևոր դեղ ունեցած է։ Այս ավանդության վառ օրինակն է բահճեջիկ ծնած մանկավարժ Մարիցա Չարակյանի կյանքն ու գործունեությունը, որուն 1920-ի ինքնագենսագրական նամակը արժեքավոր դեղեցություններ կփոխանցե հայկական նախագրտարաներու պատմության մասին։ Չակարյան գրթությունը ստացած է Իզմիտի հայկական դպրոցին մեջ եւ հետագային հիմնադրած է Իզմիտի մասնավոր Չակարյան մանկապարտեզը։ Ան ոչ միայն գրթած է մանուկներ, այլև շուրջ 14 տարի պատրաստած է դասյարակներ, տարածելով ժամանակի հարաճատեմ գրթական մեթոդները։ 1905-ի հաշվետվությունները կվկայեն, որ հայկական նախագրտարանները ունեին բազմաթիվ սաներ, իսկ գրթությունը կհիմնվեր խաղի, ստեղծագործ աշխատանքի եւ երեխային համագողմանի զարգացման վրա։ 1915-ի դեպքերեն յետ Չակարյանը ստիպված եղավ փակել իր դպրոցը, սակայն շարունակեց իր ծառայությունը Բոլսո հայկական գրթական հաստատություններուն մեջ։ Մարիցա Չակարյանի կյանքը վկայություն մնե հայկական նախագրտարան գրթության բարձր մակարդակին եւ անոր կարևոր թերին ազգային գրթական համագարկին մեջ։ Բոլսո հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատան մեջ տեղի ունեցած վանդալիզմի դեպքին առնչությամբ մեկ անց սերբակալված է։ Հուլիս 8-ին թերքական դատախազությունը քրեական վարույթը սկսած էր գերեզմանատան դեմ իրականացված հարձակման կապակցությամբ։ Քննության ընթացքին իրավաբանները բարձած են կասկածյալին ինքնությունը եւ զինք բերման ենթարկած։ Դատախազության մեջ ցուցմունք տալ է յետք ան ներկայացված է դատարան։ Ըստ Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամին հարձակումը տեղի ունեցած է հուլիս 8-ի գիշերը։ Անծանոթ անձը վնասած է 6 գերեզման, չրավազանը եւ դեպանակարերու վրա գտնվող խաչազարդ կանտակները։ Ոստիկանությունը սկսած է հետաքննություն, իսկ հայ համայնքի ներկայացուցիչները դատապարտած են կատարվածը, շեշտելով պատմամշակութային եւ գրոնական ժառանգության բաբանման կարեւորությունը։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ, որ ավելի առաջ հայտնած էր իր թեմ սպանության ենթադրյալ ծրագիրներուն մասին, հայտարարած է, թե հրահանգած է Իրանին թեմ աննախադեպ ուշքունությամբ ռմբակոծություն իրականացնել, եթե իրեն որևէ բան պատահի։ Wall Street ժուրնալը կհաղորդե, որ Իսրայելը ԱՄՆ-ին փոխանցած է հետախուզական դեղեցություններ, որոնք ըստ աղբյուրներու կվերապերին Թրամփի թեմ Իրանի ենթադրյալ մահապործի ծրագիրներուն։ Միաժամանակ Իրանի տեսփան Կազեմ Ջալալին հերքած է այն բնդումները, թե Թեհրան կծրագրե մահապործ իրականացնել Թրամփի թեմ։
1071 թվականի օգոստոս 26-ին դեղի ունեցած Մանազկերտի ճակատամարտը համաշխարհային պատմության շրջադարձային դեպքերեն մեկն է։ Հայկական պատմական հիշողության մեջ այն կխորհրդանշե հայրենիքի գորստյան ձանր շրջանը, բայց նաև պատմության նոր շրջանի սկիզբը։ Բյուզանդիայի գոմե Բասպուրականի եւ Անիի թագավորության բռնակցումեն յետ թուլացավ Հայաստանի պաշտպանական համագարկը։ Այս իրավիճակեն օգտվեցան սելջուկները, որոնք 1064-ին գրավեցին Անին, ընդարձակելով իրենց աստեցությունը դարդաշրջանի մեջ։ Մանազկերտի մեջ Բյուզանդիայի բարդությունը արաքածոց սրկական ցեղերով վերաբնակեցումը հայկական լեռնաշխարհի մեջ, փոխելով շրջանի ժողովրդական եւ քաղաքական պատկերը։ Սակայն հայկական պետական եւ ռազմական ավանդությունը չվերացավ։ Պիլարդոս Վարաշունիի առաջնորդությամբ հայկական ուժերը պահպանեցին իրենց ներկայությունը եւ ստեղծեցին այն հիմքերը, որոնց վրա հետագային ձևավորվեցավ Գիլիկո հայկական պետականությունը։ Պատմաբաններու գնահատմամբ Մանազկերտը միայն բարդության խորհրդանիշ չէ, այլ նաեւ պատմական անցումը, որ հայկական ներուժը տեղափոխեց դեպի Գիլիկիա, նպաստելով նոր հայկական թագավորության կազմավորման։ Լրագրողներ առանց սահմաններ գազམ་ագերբության ներկայացուցիչ Էրոլ Օնտերոլը, որ գավարտե իր երկարամյա գործունեությունը այդ պաշտոնին մեջ, ագոստին տված հարցազրույցին ընթացքին անդրադարձած է Թուրքիո մեջ մամուլի ազատության, լրագրողներու դեմ բռնություններուն եւ Հրանտ Տինկի սպանության նշանակության։ Օնտերոլը նշած է, որ լրագրողներու ազատության համար պայքարը դասամյակներ շարունակ ուղեկցված է ծանր գոռոցներով, մեկին գոկտեպեի մահեն մինչեւ Հրանտ Տինկի սպանությունը եւ լրագրողներու դատական հետապնդումները։ Անդրադառնալով Հրանտ շեշտած է, որ Դինք ոչ միայն լրագրող էր, այլև հասարակության տարբեր խավերու միջև երկխոսություն եւ հաշտություն ստեղծելու կարողություն ունեցող գործիչ։ Օնտերոլուի համաձայն Հրանտ Տինկի սպանությունը ոչ միայն մեկ անձի դեմ կատարված ոճիր էր, այլ նաեւ հարվածը Թուրքիո ժողովրդավարական հույսերուն։ Ան ընդգծած է, որ Դինկի համար արդարության պայքարը կմնա իր կյանքի ամենակարևոր պայքարներեն մեկը, որպես խոսքի ազատության եւ արդարության խորհրդանիշ։ Արաս հրատարակչությունը վերահրատարակած է Բոլսահայ գրող Ադրինե Տատրյանի Մայթերուն վրա վեպը, որ առաջին անգամ լույս տեսած էր 1955-ին։ Գիրքը Բոլսահայ գին գրողներ մատենաշարի 3-րդ հատորն է։ Վեպը Ադրինե Տատրյանի կարևոր գործերեն մեկն է, ուր հեղինակը բարձ ու աստեցիկ լեզվով կներկայացնի հասարակ մարդոց կյանքը, ընկերային դժվարություններն ու մարդկային հարաբերությունները։ Պատմության կենտրոնը Սիրը անունով աղջիկն է, որ հոր մահեն յետ պայքարելով աղքատության եւ կյանքի դժվարություններուն դեմ կփորձե գտնել իր ուղին Բոլսո մեջ։ Վեպը կարծարձ է գիներու ինքնության, աշխատանքի, ընկերային արտարության եւ գոյատևման հարցերը, ներկայացնելով աղքատ խավերու, որբերու, բանվորներու եւ արհեստավորներու կյանքի պատմությունները։ Վեպի վերահրատարակությունը նոր առիթ կտա ընթերցողներուն ծանոթանալու Բոլսահայ գրականության այս արժեքավոր էջին եւ Ադրինե Տատրյանի ժառանգության։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։